Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության համար։ Սիրելիներս, այսօր ես բերել եմ ձեզ համար լիմոնով տորթի բավականին վաղեմություն ունեցող այս բաղադրատոմսը, այն շատ համեղ է և անչափ հեշտ պատրաստվող, փորձեք, անպայման կստացվի։ Սիրելիներս, նայեք, թե ինչպիսի տեսք ունի կտրված վիճակում մեր լիմոնով տորթը, այն պետք է միայն փորձել։ Սիրելիներս, չեք պատկերացնի, թե որքան համեղ է։ Փորձեք, պատրաստեք, անպայման կստացվի։ Խմորի համար վերցրել եմ ձվի դեղնուց, մի փոքր աղով և շաքարավազով հարել եմ այնքան, մինչև լավ սպիտակի։ Սպիտակելուց հետո ավելացնում եմ փափուկ կարագ, թթվասեր և մեկ մեծ լիմոնի հյութ։ Նորից դնում եմ, մի փոքր հարիչով հարում եմ ու ավելացնում եմ 4 բաղադրիչները, փխրեցուցիչը, վանիլը և ալյուրը, նախապես չի մաղել։ Մաղելուց հետո նորից դնում եմ, մի փոքր հարիչով հարում եմ և ստացվում է այսպիսի խմոր, քսովի խմոր։ Վերցրել եմ հետևյալ տապակը, խմորը բաժանում եմ 3 մասի և թխելու եմ 180 աստիճան, նախապես ջեռոցը 200 աստիճան տաքացնելուց հետո։ Մեր շերտերը հերթականությամբ թխելուց, հովանալուց հետո արդեն կհավաքենք մեր տորթը։ Նախապես արդեն ես պատրաստել եմ հետևյալ կրեմները, վերցրել եմ փափուկ կարագը, խտացված կաթը և վանիլը։ Կարագը նախապես հարել եմ, աստիճանաբար ավելացրել եմ խտացված կաթը վանիլի հետ, ստացել եմ հետևյալ կրեմը։ Մյուս կրեմի համար վերցրել եմ ձվի սպիտակուց, շաքարավազ, լիմոնի քերուկ, վանիլ և լիմոնի հյութ։ Նախապես վերցնում եմ, հարում եմ լիմոնի հյութը և սպիտակուցը, հարիչով աստիճանաբար ավելացնելով շաքարավազը և վանիլը։ Հետո արդեն ավելացնում եմ լիմոնի քերուկը, խառնում եմ մեկ ուղղությամբ և արդեն մեր երկու կրեմները պատրաստ են տորթը հավաքելու համար։ Նախապես հովացած և կողքերի ավելորդ մասերը հեռացված շերտերը պետք է հավաքեմ այսպիսի հերթականությամբ։ Սկզբից խտացված կաթով կրեմն եմ քսում առաջի շերտին։ Հետո վրայից քսում եմ բեզեով կրեմը։ Բեզեով կրեմը մի փոքր ավելի առատ պետք է տեղադրենք, քսենք, որովհետև ավելի շատ է և հետագայում ավելի լավ համ է տալիս մեր թխվածքին։ Երկրորդ շերտը նույն ձևով սկզբից խտացված կաթով կրեմն եմ քսում, հետո վրայից բեզեով կրեմը և դնում ենք արդեն երրորդ շերտը, նույն ձևով
Կրեմ ենք քսում խտացված կաթով, և բեզեով կրեմ, հետո հարթեցնում ենք, կողքերն էլ նորից կրեմապատում ենք և մեր կողքերի ցանված փշրանքներով մնացած բեզեի կրեմով ձևավորում ենք մեր այս անչափ համեղ տորթը և դնում ենք սառնարան 5-ից 6 ժամ։ Նայեք, այսպիսի տեսք ստացա անչափ համեղ մեր լիմոնով տորթը։ Փորձեք, շատ համեղ է։